երեխուս լավն է։ Միթե ես քո համար 10 որդուս լավը չեմ, հիշի ես խոսքը, երեսի քո համար է։ Փակ տիրոջը։ Աստված որդի տալու խնդիր չունի։ Ես մի հատ վկայություն կարդամ, այն թարմ բուլկիներ է, լինում որ ասում են այսօր նոր թխած է։ Առավոտ մի հատ եղբայրը Երևանից ուղարկեց նոր թխած է, կարդամ լսի։ Աստված 10 երեխուց լավն է։ Հա? Կարևորը դու չտրնջաս։ Մեր Երևանի եղբայրներից, հա, Երևանի եկեղեցուց։ Բարև Հովիվ ջան, ո՞նց եք։ Շատ սպասում ենք ձեզ։ Այսօր ա գրել։ 12 տարի երեխա չէր լինում մեզ։ Անցած տարի այն յուղերը բաժանելու օրը ձեր յուղ քսելուց, օրհնելուց հետո, որ ասեցիք եկող տարի ձեր բալիկի հետ լինեք, այդ նույն ասածովդ էլ եղավ, այս տարի նույն ժամանակ փոքրիկը եղավ, այսինքն սկիզբ առավ։ Այն ժամանակ, որ յուղը քսել եմ, մի տարի հետո ուղիղ, ասում երեխան սկիզբ առավ, հաշվարկով մարդը գրել է, հա, եկող տարից ասում է, այսինքն սկիզբ առավ, ու նոյեմբերի 6-ին ծնվեց, անունը Մարիա կոչեցինք, Փառք Տիրոջը, Աստված օգնի ձեզ ու ձերոնց։ 12 տարի երեխա չունի։ Գիտես ինչն է հետաքրքիր։ Ինքը 12 տարի երեխա չունի, Աստված էլ երեխա տալու խնդրեմ չունի։ Հասկանում եք, հա, այդ խնդիր կա, այս խնդիր լուծելու խնդրեմ չկա։ Մեջտեղը գիտես ինչն է, այս ճանապարհը, այս խնդիրը, որ հասնի խնդիր լուծողին, ճանապարհը քո սիրտն է։ Միթե ես քո համար, եղբայր ջան, միթե ես քո համար 10 որդիս լավը չեմ։ Երբ ուզեմ կտամ։ Աստվածաշնչում լիքը դեպքեր կա, որ ասում Աստված բացեց, այսինչի երեխա ունեցավ, փակել էր, որ երեխա չունենա, Սարայինը բացեց, նրանը բացեց, երեխա ունեցավ։ Աստված խնդիր չունի։ Բայց ինքը ուզում է նայես ու հասկանաս, որ ինքը 10 երեխուց լավն է։